Գողջունեմ ցես գրգին, սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի եկածեք դերոջ դան եւ ներգայության մեջ։ Փառք իր Սուրբ անվանը, հաջիս գողքի եղբորդ եւ քրոջդ հետ։ Նվազագույն երկու օքի հետ ողջունե իրեն, բարիքալուս մաղթե։ Մինչ մեր սիրելիներ գողջունեն զիրար, ես կուզեմ նաև ողջունել բոլոր անոնք, որոնք մեզ գհետևին Facebook-ի կամ YouTube-ի միջոցով դերեցես շատ օրտնե սիրելի քույրեր եւ եղբայրներ, ուր որ եք, թող մեր բարևները եւ ողջունները ցեզի հասնին, հալելույա, փառք իր Սուրբ անվանը։ Ներողություն։ Ասկե քանի ամիսներ առաջ էր ցեզի հետ գիսվեցան նյութի մասին։ Եվ հավանաբար այդ նյութը երբ լսեցիք այնքան գրավիչ չէր, բայց յետ կտեսանք որքան իր օրհնությունը եւ օգտակարությունը ունի։ Խոսեցած էսի դրդմության մասին։ Եթե գիշեք, բայց այն դրդմությունը, որում մասին ցեզի հետ գիսվեցա, Աստծո ուզածին բեց եղած դրդմությունը, որ փրկության համար ապաշխարություն կգործե գսե Պողոս Արաքյալ։ Անոր մասին խոսեցա։ Եվ եպես շապտվա մեջ կխորեի, ըսի դորտմության մասին խոսեցա։ Ինչպես կլա, եթե այսօր ցեզի ուրախության մասին խոսիմ։ Դες ամեն կդալ, այո, շատ լավ է։ Գիտեք ուրախությունը շատ լավ բան է։ Եվ մեր կյանքի մեջ մենք կուզենք միշտ ուրախ լինել։ Բոլորս իրավացի է, եթե տուն ասես որ ես կուզեմ միշտ ուրախ լինել։ Եվ կյանքս բոլորը ուրախության մեջ ըլլա։ Բայց եւ այնպես երբեմն այդ մեր ընթացքի մեջ, մեր ճամփորդության մեջ միշտադեվալ ճամփան այսպես շիդակ, հեզասահ եւ թյուրուն չլար։ Հանգարց կհանդիպինք բարձունքներու, հանգարց կհանդիպինք ժայռոտ ճամփաներու, փուշով լեցված, եւ կտեսնենք, որ մեր կյանքը կսկսի ելևեշներ ունենալ։ Փափակելի էր, որ միշտ հեզասահ ըլլա, բայց Հիսուս անիկա չխոստացավ։ Ասեմ ցեզի, մի խափվիկ։ Երբեմն կտեսնենք քարոզիչներ, որոնք սոցիալ մեդիայի վրա են եւ միայն հաջողություն, միայն օրհնություն, միայն հանգիստ կյանք, փառոր կյանք, փառքավաճ կյանք, այս է որ գխոսին եւ այս է որ գհրճագեն։ Մենք հագարակ չենք ասոնց։ Բայց Աստվածաշունչին իրականությունը միան ասոնց չեն բարունակեր։ Նեղություններ պիտի ունենաք։ Գիտեք ով ասավ այս խոսքը։ Ով? Հիսուսը ասավ։ Արաքյանները չեն։ Նեղություններ պիտի ունենաք այս աշխարհի մեջ։ Լավ բան է որ երկնքի մեջ նեղություններ պիտի չունենանք։ Միայն այս աշխարհին վրա է։ Եվ ժամանակը գանցնի, դարիները գանցնին, օրը այս մարմինը գլկենք եւ գերտանք մեր հայրենիքը, ուր նեղություն չկա, ցավ չկա։ Այս երկրիվը այնպես չէ դժբախտաբար։ Գիտեք, հաջող մենք երբ որ ուրախ ենք գխնդանք եւ խնդալը ուրախության ասենք արդատրած արդյունքն է, դուրս բերած արդյունքն է։ Երբ որ ուրախ ես գխնդաս։ Բայց եւ այնպես կուզեմ այս մեկը ասել, որ ամեն ով որ գխնդա գրնա ուրախ չլալ։ Երբեմն մենք խնդալը գնշանագ է մեզի համար, թե ուրախություն է։ Իրականության մեջ մարդ գրնա խնդալ, բայց ուրախ չլալ։ Ուրախությունը մեկ բան է, խնդալը ուրիշ բան է։ Այո, ուրախությունը գրնա generate-նել, որ դու խնդաս, բայց ոչ թե ամեն անգամ որ գխնդաս, անիգա գնշանագ է դու ուրախ ես։ Գիտեք, ամենեն դժվար գացության մեջ եղող անցումը, որ դխուր է, դրդում է, գերտաս եւ իրեն ջոկ մը գբատմես։
Անեկդոտ մը գբատմես։ Եվ հանգարց կսկսի այս մարդը խնդալու, բարձրացան կխնդա, շատ այսպես դարբեր անեկդոտ մն եւ կսկսի խնդալու։ Բայց երբ որ անեկդոտը կվերջանա եւ խնդուկը կվերջանա, Դագավին իր սրտի մեջ դրդմություն եւ ցավը ներկա է։ Այդ խնդալը իր դրդմությունը ուրախության չի վերածեց։ Անոնոմար աշխարհ գիտե այս մեկը։ Եվ աշխարհին դված արդյունքը ինչ է գիտեք, որ եթե ես կրնամ քեզ խնդացնել, բահմը խնդացնել, սա ուրախություն է, աշխարհի մտածելակերպը այս է, անոնոմար գիտեք, կոմեդիաներու շոյեր կան։ Եվ ցեզի ասեմ, ամենեն շատ ըսպաղ եղած շոյերը անոնք են, որոնք կոմեդիաներ են եւ գելեն եւ ժողովուրդը, որ եկած է 1 ժամ, 1.5 ժամ կփորձեն իրենց խնդացնել։ Ամենեն շատ ով գերտա գիտեք, անոնք որոնք գսեն, երթանք 1 ժամը ուրախանանք, խնդանք, այսպես լամը խնդանք, լամը ուրախանանք եւ կանք։ Ամենեն շատ դրդմած, դրդում, դխուր եղող անձերն են, որ գվազեն հոնգերտան։ Գիտեք, սինեմայի պատմության մեջ, մուվիի պատմության մեջ մեծակույն կոմեդիաներեն մեկը Չարլի Չապլինն է։ Վստահ եմ ամենքը դալ գիտեք, չէ՞։ Այս մարդը դասնամյակներ խնդացուց բոլոր մարդկությունը։ Գիտեք ինչպես խնդացուց, հadouk կերբոմը, որը սավ բիդի չխոսիմ, մի անցևերով բիդի խնդացնեմ։ Երբեք չեք տեսներ, որ Չարլի Չապլինը խոսեցավ։ Միշտ իր շարժումներով խնդաց եւ խնդացուց եւ բոլոր ժողովուրդը դասնամյակներ իրեն շոյերը դիտեցին, իր մուվիները դիտեցին եւ ասեմ ցեզի ամենեն նշանավոր կոմեդիաներն մեկն է Հոլիվուդի ասենք պատմության մեջ։ Գիտեք այս մարդուն խորհրդավոր խոսքերը մեկը, որ սիրտս կդրած է, գիտեք ինչ է։ Ասած է, որ ես ընդհանրապես քալել գսիրեմ իր գունները, մանավանդ անցրևոտ եղած օրերը։ Անցրևին դակ գսիրեմ քալել, որբեսի մարդիկ արցունքներս չտեսնեն։ Աշխարհի ամենեն նշանավոր կոմեդիանն է։ Միլիոնավոր մարդոց խնդալու եւ այսպես ասած ուրախանալու փորձեց բաճար դառնալ, բայց իր նախասիրած բահը երբ անցրև է դուրս գելե քիշերով եւ գսկսի անցրևին դակ կալելու, որբեսի մարդիկ իր արցունքները չտեսնեն։ Խնդալը ուրախություն չէ։ Աշխարհ գեղց բան կհրամցնե միշտ, կուզեմ ասել ցեզի, աշխարհ միշտ կհրամցնե գեղց բաներ, աշխարհինքով իրական ճշմարիտ genuine բան չկա, մի ակնկալեր, գծեվացնե բայց գեղձ է։ Անորոմար ասի ցեզի, ներկայիս ամենեն ասենք փակ եղող շոյերը կոմեդիաներու շոյերն են, որ մեգատոր դերևս ազատ չես գտներ։ Booked out են շաբաթներ ամիսներ առաջ։ Մարդիկ ուզեն երթալ, խնդալ քիչմը, զվարճանալ եւ ուրախանալ։ Ես այս ուրախության մասին չեմ ուզեր խոսիլ ցեզի։ Այս ուրախությունը գեղձ է եւ ես ցեզի չեմ ուզեր գեղձ բան հրամցնել, որտեւ Աստվածաշունչը այս ուրախության մասին չխոսիր։ Աստվածաշունչը այս ուրախության մասին չխոսիր։ Ցեզի գարտամ այնինչ որ Աստվածաշունչը գխոսի ուրախության մասին եւ այս խոսքերը, որոնք ցեզի պիտի գարտամ, նույն ինքն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փերն են ելավ։ Գուզեմ ցեզի գարտալ Հովաննու 15-րդ գլխուն 11-րդ համարը։ Գուզեմ գարտալ ցեզի Հովաննու 15-րդ գլխուն 11-րդ համարը։ Անուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Այս բաները ցեզի խոսեցա, որբեսի իմ ուրախությունս ցեր մեջ մնա։ Ու ցեր ուրախությունը լման ըլլա։ Այս բաները
ցեզի խոսեցա, որբեսի իմ ուրախությունը ցեր մեջ մնա ու ցեր ուրախությունը լման ըլլա։ Նաև գուզեմ գարտալ 17-րդ գլխուն 10-րդ համարը։ Ալհիմա քեզի գուկամ։ Աշխարհի մեջ այս բաները գխոսիմ, որբեսի իմ ուրախությունս իրենց անցերուն մեջ գադարյալ ըլլա։ Առաջինի մեջ կսե լման ըլլա, երկրորդի մեջ կսե գադարյալ ըլլա։ Ամեն։ Դերորդներ խոսքը հրամեցեք սիրելներ։ Այս ուրախության մասին ուզեմ խոսիլ։ Եվ այս ուրախությունը գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրությունն է։ Որովհետև այս ուրախությունը, որ պիտի խոսենք ցեզի, աստվածաշունչեն գծնի եւ գփխի։ Ինչպիսի ուրախություն գխոսի աստվածաշունչը։ Աստված երբ ուրախության մասին գխոսի, ինչ սկզբունքներ գուտա։ Ինչ բաներ են, երբ մենք կսենք ուրախություն, ինչ է ուրախությունը։ Առաջին մտածումը, որ գուզեմ ցեզի ասել, Փիլիպպեցիս 4-րդ գլխուն 4-րդ համարի մեջ գրված է։ Գսե ուրախ եղեք դերոճմով։ Ամեն ադեն թարցիալ գսեմ ուրախ եղեք։ Միասին գրնան գսել ուրախ եղեք դերոճմով ամեն ադեն թարցիալ գսեմ ուրախ եղեք։ Գիտեք այս համարին Փանալի փարը որն է։ Դիրոճմով։ Ուրախ եղեք դիրոճմով, որովհետև մարդիկ կրնան ուրախ լալ, բայց ոչ դիրոճմով։ Անորոմա Բոսարակյալ գսե ուրախ եղեք դերոճմով։ Գիտեք սիրելներ, այնինչ որ աստվածաշունչը մեզի կբացատրե եւ ճշմարտությունը գուտա, մեզի ցույց կտա, որ անոր գողքին նաեւ գեղձ բան մգա։ Ուրախությունը որ գեղձ է։ Գիտեք սիրելներ, մենք այս երկրի մեջ գաբրինք Ավստրալիայի մեջ եւ Ավստրալիան իր բեդությունը ունի, չէ՞։ Եվ բեդությունը այս երկիրը գղեկավար է։ Ամերիկան իր բեդությունը ունի, Ռուսիան իր բեդությունը ունի, ամեն երկիր իր բեդությունը ունի։ Չնայած որ Ավստրալիայի բեդությունը իրավունք ունի իր երկրի մեջ գարավարելու, բայց չի գնա Ամերիկայի մեջ գարավարել։ Ոչ ալ ուրիշ երկրի մեջ, Ռուսիայի մեջ չի գնար գարավարել։ Ամեն երկրի մեջ գտնվող բեդությունը իր երկիրը գարավար է։ Ինչու աս օրինակը բերի, որովհետև բիցեմ որ թունալ երկու գարավարության ենթարկված երկիր մնես։ Քու այս մարմինդ, քու այս հոգիդ, քու էությունդ երկրի պիտի վերածեմ այսօր, երկրի քաղաքապար պիտի դամ, որում մեջ երկու բեդություն կա։ Առաջին բեդությունը մարմիտ բեդությունն է։ Մարմինդ գարավարություն է, բեդություն է քու կյանքիդ մեջ եւ գուզե որ ինք գարավարել եւ ղեկավարել է մարմինը։ Գիտեք, այս մարմինը ունի իր ուրախության հատուկ կերպ եւ ցևը։ Երբ մենք խոսենք ուրախության մասին, այս գարավարությունը, մարմիտ գարավարությունը ունի հատուկ ուրախության եւ զվարճության կերպը։ Գիտեք ինչ է անիգա։ Իր ուրախության սկզբունքը, իր ուրախության փանալին այն է, որ երբ կունենամ ես, երբ ես ցերկ կցկեմ, երբ ես գառնեմ, այնինչ որ մարմինս, այնինչ որ ֆիզիկս, այնինչ որ զգացումներս գփափակին ցերկ կցկեմ, անի ինձի ուրախություն գուտա։ Քու մարմնի բեդությունդ հիմնված է ստանալու, առնելու, ցեկցկելու, վայելելու, որոնք կրնան ուրախություն բաճարել։ Հիմա հարցում ցեզի։ Տերևս ամեն մեկենուս մտքի մեջ նպատակ մգա։ Եվ մենք կսենք, եթե այդ նպատակին հասնիմ,
Իմ ուրախությունս կդարյալ բիլլա։ Գիտեք կրնան նպատակը դարբերելալ, յուրաքանչյուրիդ նպատակը մյուսեն դարբերելալ։ Մեկը գսե որ եթե այսինչ օթոն երթամ դիլերեն brand new 0 կիլոմետր առնեմ ես շատ ուրախ բիլլամ։ Ոմանց կսեն եթե ես դունը ունենամ առաստամը իմ վրաս որ իմս է եւ այսպես ամեն երկու տարի մեկ որպես վարձկան ուրիշ տեղ փոխատվելու խնդիրեն ելեմ ինձ համար մեծակույն ուրախությունը այս է ոմանց համար զավակներուն մեծնալը վգայվիլը ամուսնությունը երբ կտեսնես կամուսնալան զավակներդ ամեն մեկերուս համար մեկ նպատակ կա որ թերևս անի քեզի ուրախություն գուտա գիտեք ցեզ եմ սա բոլորը երկրավոր այդ ասենք մարմնավոր բեդությանդ հետ գախում ունեցող բան է ուրախություն է երկրորդը ինչ է որն է երկրորդ բեդությունը Սուրբ Հոգին բեդությունը Աստծո բեդությունը որ Աստված իր հոգին քու կյանքիդ մեջ դրած է իր հոգին քու կյանքիդ մեջ դրած է եւ հոն ինք գուզե որ բեդություն ընլե Գիտեք երբ որ գարտանք մենք Պողոս Արաքյալ գսե չեք գիտեր որ Աստծո դաջարն եք դուք եւ Աստծո հոգին ծեր մեջ կփնագի ինչու համար գուզես Սուրբ Հոգին կալ եւ քու մեջդ փնագի որբեսի հոն բեդականացնե որբեսի հոն գարավարողը ինքը ըլլա երկրորդ ուրախությունը արդյունքն է Սուրբ Հոգին փնագության եւ ներգայության քու կյանքիդ մեջը Հիմա դերևս ես ուրգե այս մեկը Գիհիշեք քաղաքացիս 5-րդ գլխուն 22-րդ համարի մեջ Պողոս Արաքյալ գխոսի հոգին բդուղի մասին Գիհիշեք Առաջինը ինչ է հոգին բդուղը սեր Գիհիշեք երկրորդը ինչ է խնդություն գիտեք ինչ է խնդություն joy ցնծություն ուրախություն երբ որ Աստված կուզե քալ եւ գարավարել, բեդականացնել քու ներսի էությունդ, քու բոլոր էությունդ, անոր որպես արդյունք ուրախություն գուքագյանքիդ մեջ։ Տուն չես աշխատիր ուրախություն ունենալու համար, ինչպես մարմնավոր բեդությունդ աշխատանք պիտի տապես, բաներ պիտի ստանաս, բաներ պիտի ունենաս, որպեսզի ուրախ լաս։ Հոգևոր բեդության արդյունքը ուրախություն է։ Շատ կարևոր խոսում կա Նեհեմիայի մեջ։ Նեհեմիայի նամակի մեջ շատ կարևոր խոսում կա։ Ուզեմ ցեզի գարտալ Նեհեմիայի 13-ներություն 8-րդ գլխում մեջն է։ Նեհեմիա այսպես կսե. «Վասնզի դերոջը ուրախությունը ծեր զորությունն է»։ Վասնզի դերոջը ուրախությունը ծեր զորությունն է։ Նայեցեք, սա անձը նոր գդագարանի աշակերտ Արաքյալ չէ։ Հին գդագարանի մարգարեմը լալով Նեհեմիա, Աստծո ծառանը լալով Նեհեմիա, հասկացավ, որ ուրախությունը զորություն հարաճ կբերե։ Քիչ առաջ ասի, բդուղը, որում մեջ կա խնդությունը, խաղաղությունը, գիշեք Հիսուս, երբ որ Արաքյալներուն բատվեր դվավ, առաջին գլխում մեջ քո զարակելոցի ասավ, երբ Սուրբ Հոգին ձեր վրա կա, ինչ պիտի առնեք, զորություն պիտի առնեք։ Նայեցեք, ասում բոլոր ինչու համար քովի կբերեմ, զորություն, ուրախություն։ Երբ քու կյանքիդ մեջ ուրախություն դուրս կուքա Սուրբ Հոգին ներկայութենեն անիգա զորություն է քու կյանքիդ մեջ, ինչու համար ասեմ։ Ինչպես կրնա լալ ուրախությունը զորությունը լալ։ Գուզես գիտնալ ինչպես։ Որովհետև երբ քու կյանքիդ մեջ դրդմություն կա, տուն ամենեն դգար, ամենեն թյուրապեք հավատացյալն ես։ Գիտես սատանան որու շուտ կրնա որսալ, գիտես սատանան որու շուտ կրնա մեղքի մեջ ցկել։ Անոնց սրդի մեջ որոնք դրդմություն կա, նեղություն կա, անոնք որոնք դխուր են, այսպես կրնա իրենց վարձկել։ Այնքան թյուրապեք է, որ այսպես կնե եւ կգդրե։ Գիտեք երբ որ քու կյանքիդ մեջ ուրախություն կա, այդ ուրախությունը զորության համազոր է, զորություն դուրս կբերե,
Տուն ամենեն ամուր, ամենեն ֆիրմ հավատացյալն ես։ Անորամար ուրախությունը option չէ։ Տուն պետք է որ դերոճմով ուրախ լաս։ Ուրախ եղեք դերոճմով, Պողոս արաքյալ գբադվիր է ուրախ եղիր, որտեղ Սուրբ Հոգին երբ կուքակու մեջը գգարավարե քու էությունը, հոն ուրախությունը գսկսի կործելու։ Եվ այս ուրախությունը գախյալ չէ առնելեն, երբեք։ Այս ուրախությունը գախյալ է իր ներգայութենեն քու յանքիդ մեջ։ Ինքը հոն է ուրախությունը հետն է։ Սուրբ Հոգին չի կար առանց ուրախությունը բերելու։ Սուրբ Հոգին չի կար յանքիդ մեջ առանց սերը բերելու։ Առանց խաղաղությունը բերելու։ Չի կար։ Անոնք իրեն են եւ ուր ինքա անոնք ներգա են։ Ամեն։ Անորամար ուրախ եղեք դերոճմով։ Հաջիս գողքի եղբորդ եւ քրոջը դարձիր եւ ասե ուրախ եղիր դերոճմով։ Ուրախ եղեք դերոճմով, սիրելի քույրեր եւ եղբայրներ, որոնք կհետևիք, ուրախ եղեք դերոճմով, ամեն, հալելույա, կրեցեք, տեքստերեք, ուրախ եղեք դերոճմով, մենք շատ սիրելիներ ունենք, որոնք կհետևին, մեզ գկաչալերեն փառք դերոճը ցեզի համար, հալելույա, ուրախ եղեք դերոճմով, փառք իր սուրբ անվանը, ուրախությունը զորություն է քու յանքիդ մեջ, ասիգա մտքիդ մեջ թիր, ամեն անգամ որ դխրության հոգին վրա գջնշե, քիծիր որ այսպես կդրվելու ադագես։ Թույլ մի դար որ դրտմության հոգին վրա դիրե եւ իշխե։ Միշտ ուրախ եղիր։ Ուրախ եղեք դերոճմով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Փառք իրեն։ Երկրորդ մտածումը որ գուզեմ ասել, որ ինչու համար Պողոս արաքյալ գսե ուրախ եղեք դերոճմով, եւ շարունակությունը գանոր ամեն ադեն։ Ամեն ադեն։ Հիմա ամեն ադենը ցեզի հարցնեմ, ինչի մասին գխոսի ամեն ադենը։ Դժվարության, հիվանդության, նեղության, accident-ներու մեջ, նաև բادرազմի եւ նաև լավ բաներ, ամեն բանի մեջ լավ բաներ ալգան, դխուր բաներ ալգա, քեշ բաներ ալգան։ Եվ Պողոս արաքյալ գիտեք, չսեր ուրախ եղեք լավ բաներում մեջ, դարձյալ գսեմ ուրախ եղեք, երբ որ հանգիստ ես, լավ ես, գսե ամեն ադեն։ Գուզեք Պողոս արաքյալին այս քաղաքարին ավելի լավ մեկնությունը ուրիշ արաքյալ մկրեց։ Գիշե մեկը փամը այս ուղությամբ։ Ով հիշեց այս խոսքը։ Հակոբոս արաքյալ։ Oh my goodness. Hallelujah. Փառք Քեզ ով դեր. Thank you Lord. Գարտանք նայենք մեր Հակոբոս եղբայրը ինչ կսե։ Հակոբոս ինչ կսես տուն։ Եղբայրներ, եւ քույրեր, ես քույրեր ալսեմ, որովհետեւ քույրերն ալ ներառյալ են։ Քեզ չսկակ, ասեք որ ինչ է միան եղբայրներուն է։ Եղբայրներ եւ քույրեր, բոլորովին ուրախության արժանի բան սեբեցեք, երբ գերբ փորձանքներու մեջ գինակ։ Շատ լավ բան չեր ասիգա, յա։ Ուրախության արժանի բան սեբեցեք, երբ գերբ դժվարություններու, նեղություններու եւ փորձանքներու մեջ գինակ։ Հիմա գիտեք, այս երկրորդ բաժինը չես կրնար survive-նել, եթե առաջին գեդը ուրախես դերոճմով, երբ ուրախությունը մեջը դե, այն ադեն կրնաս survive-նել երկրորդ բարակային մեջ, որտեւ Աստված գիտե որ եթե ուրախությունը քու սրդիդ մեջն է եւ Սուրբ Հոգին է բեդագանացնող քու էությունը, գարավարող քու էությունը եւ դրսեւորող ուրախության դժվարություններ պիտի հանդիպին։ Ամեն կսալ փախուշ չկա։ Օրը մեր եկեղեցին քույրերը մեկ անուն չեմ ուզեր դալ։ Հարցուց ինձ ինչպես ես, ասի փառք Տերոջ, շատ լավ եմ քույրը, շատ լավ։ Դարձավ ասա, ինչու ուրախ պիտի չլաս, որ ինչու լավ պիտի չլաս։ Ամեն ինչը տեղն, ամեն ինչը լավ է, գինը, ցավակները, եկեղեցի, դունը, տեղը։
Այդպես է։ Առանց տեսնելու մյուս երեսը, որ որպես հովիվ, որպես Աստծո զարավ, որչափ մենք փորձություններ ուտագենք։ Ասեմ ցեզի, ցեզ մա ավելի ես փորձության դագեմ։ Որտեվ սատանան գիտե եթե ինձ որսան է, հոդը գրնացրվել։ Ամենքս հալ փորձության ենթարկված ենք եւ ամենքս հալ փորձության մեջ ենք։ Գիտեք սիրելիներ, երբ որ Սուրբ Հոգին կգարավարե կյանքդ, բեդությունը Սուրբ Հոգին ցերքն է կյանքիդ մեջ, աս խոսքը մի մոռնար։ Ով է բեդությունը քու կյանքիդ մեջ։ Մենք ոստեղ երկրի մեջ ունենք մի քանի պարտիներ, չէ՞։ Liberal ունենք, Labour ունենք, Green ունենք, չեմ գիտեր, National-ը, չեմ գիտեր։ Ասում եմ մեկ հատ միայն բեդություն գազմած է։ Գարավարությունը իրենք են։ Միսերը բոլորը օպոզիցիոն են, հակառակ կխոսին։ Մեկ հոգի գարավարություն կա։ Եթե կյանքիդ մեջ գարավարությունը, բեդությունը Սուրբ Հոգին ցերքն է, եւ ինքն է բեդությունը, ինքն է նախագահը, ինքն է վարչապետը, Prime Minister-ը, այդ ուրախությունը քեզի շատ պետք է, երբ որ փորձության մեջ կմտնես։ Գիտես ինչ պիտի լաս, եթե այս ուրախությունը չգա փորձության մեջ մտնես։ Բիդի գդրդվիս։ Այսպես քեզ կգդրե։ Անորոմար Բողոս Արաքյալ գսե Հակոբոս Արաքյալ գսե ուրախության արժանի փան սեբեցեք, երբ գերբ փորձանքներու եւ փորձություններու մեջ գինակ։ Որովհետեւ այդ ուրախությունը չէ, այդ փորձությունը չէ, որ ինձի ուրախ կբահե։ Փորձությունը ովևէ մեկուն ուրախ չբահեր, բայց Աստծո ներկայությունը իմ կյանքիս մեջ թույլ կտա, որ ես գարենամ շարունակել այդ ընթացքի մեջ, գիտնալով որ պիտի չբարդվիմ, գիտնալով որ քեդին պիտի չնամ, գիտնալով որ պիտի չծախողիմ։ Գիտեք ինչու համար։ Որտեղ եթե այդ ուրախություն ունիս, գրնաս ամեն դժվարության առջև գենալ ուրախությունով։ Հիմա քիչ առաջ ասենք ուրախությունը մեկ բան է, խնդալ ուրիշ բան է։ Դերևս դժվարության մեջ ինգար, դերևս սիրելիներդ մեկը հերու գանուխ կորսնցուցիր, կամ մեկը հիվանդացավ եւ ամփուժելի հիվանդություն։ Խնդացեք չեմ ասեր։ Երթալով այդ արիթին խնդաս անոր մասին չէ։ Գրնալալ որ դու շատ բաշտոնական լաս, բայց ներսդ գտնվող ուրախությունը գշարունակվի ելալու։ Ուրախությունդ մեկը չգրնար առնել։ Ինչու, որտեվ քու էությունդ Բեդագանացված է Սուրբ Հոգիի միջոցով եւ Սուրբ Հոգին է գարավարողը եւ հոն ուրախությունը դրած է որբեսի այս խոսքերը գխոսիմ որբեսի իմ ուրախությունը ծեր մեջ ըլլա եւ ծեր ուրախությունը լման ըլլա եւ գադարյալ ըլլա առանց Հիսուսի ուրախության ոչ ուրախությունը գադարյալ է ոչ ալ ուրախությունը լման է երբեք անորմալ որքան երանելի է գիտեք քույրեր եղբայրներ Դուք որքան երանելի եք, որ դերը ունիք, դերոջը հոգին, ծեր մեջ կպնագի, և ինքն է բեդագանացնողը ծեր էությունը, անոր համար այդ ուրախությունը գրնաս նաև դժվարություններում մեջ չգործընծնել։ Եվ ցեզիս եմ, ասվածած ուրախությունը թրավ ճիշտ այս բարականերուն համար։ Դերը չգիտեր, որ տուն դժվարություն է բիդանցնի։ Դերը չգիտեր, որ քու բարականերուտ մեջ շատ մը փորձանքներ, վտանգներ պիտի բադահին։ Դերը գիտեր, անոր համար ասամ նախ ես ուրախությունս մեջը տնեմ, գարանտի ըլլակու մեջդ, արասիգա, հա, բահեկովդ, ասավ չլացը կես անիգա բահեկովդ, որդև քիչ ետ բետ պիտի ունենաս։ Չարը պիտի չի գենա, Եվ բիդի չի թատրի այդ ուրախությունը քեզ մե առնելու փորձեն։ Բիդի չի թատրի, բիդի չի գանկնի։ Որքան ադեմ որ Աստծո հոգին մեջը դե այդ ուրախությունը դուրս կուքա, այդ փորձություններում մեջ են մեկ կանցնիս։ Եվ ամենեն շատ պետք ունեցած բանդ
ուրախությունն է։ Հոն քեզ եթե կան տրամդան չգսես։ Եթե կան քեզի ոսկիդան չգսես։ Նոր օթոդան չգսես։ Ես պետք ունիմ այս ուրախությունը, որ գարենամ այս ամենեն դկնաժամային ժամանակից մեջը, գարենամ շարունակել, քայլերս շարունակել եւ առանց ինալու, առանց ընկղմելու, առանց գդրվելու Գանքում պիտի մնաս, ոտքի պիտի շարունակես, քու քայլերը պիտի հարաճանան, որը դերոջը ուրախությունը քու զորությունը դե։ Հալելույա, փառք իր Սուրբ անվանը։ Ամեն։ Շնորհակալ ենք Հակոբոս եղբայր, որ մեզ գսես ուրախության արժանի բան սեբեցեք, երբ գերբ, որովհետև Հակոբոս գիտեր, որ առանց ուրախության տուն անոր մեջ գիտեք ինչի կնմանի, առանց ուրախության եթե ես փորձության մեջ մտնամ, գիտեք ինչի կնմանի, գիտեք Մայք Թայսոնը, բոքսերը, ամեն մարդ լսած է, աշխարհի չեմպիոն եղած է։ Երևակայեցեք, ես իրեն հետ ռինգ ելեմ եւ իրեն հետ բոքս պիտի խաղամ։ Գնմանիմ ես, որ իր գես չափնեմ եւ երբեք այդ կարողությունը չունիմ, քանի սեկունդ կդեվե իմ եւ իր խաղը կգարձեք։ Առաջին հարվածը ինձ բավարար է, կեդին պրե մեկ հատ եւս չելեմ դեղես, մինչեւ որ ինձ ամբյուլանսով հիվանդանոց տանին։ Ճիշտ այդպես է, առանց ուրախության ասկե ավելին չես։ Աս օրինակը կբերեմ, որպեսզի հասկանաս։ Բայց երբ ուրախություն կա մեջը դերոջը դրված ուրախությունը, քու զորությունը դե, զորությունով գրնաս հաղթահարել փորձությունները։ Թող ասիկա մտքիդ մեջ, մանավանդ սրդիդ մեջ դեղ կրավե։ Եվ երրորդ եւ վերջին բանը, որ ուզեմ ասել, որ եթե դերը տրավ քու սրդիդ մեջը ուրախությունը գարավարելով, եւ այդ ուրախությունը քեզ պիտի օգնե ամենեն դժվար ժամանակիդ մեջ, փորձություններու եւ նեղություններու մեջ։ Երրորդ մտածումը, որ գուզեմ, նա է Բողոսարակյալ գսե, հույսով ուրախ եղեք։ Հույսով ուրախ եղեք։ Հռոմեացիս 12-րդ գլխում մեջն է։ Գսե հույսով ուրախ եղեք։ Ինչ կապ ունի ուրախությունը հույսին հետ։ Ինչ կապ ունի ուրախությունը հույսին հետ։ Ինչու համար Բողոսարակյալ գսե հույսով ուրախ եղեք։ Գիտեք, ասենք առաջինը դերը յանքիդ մեջ ուրախությունը դրավ։ Որբեսի ինչը լա, երկրորդը, որբեսի տուն դժվարությունների ու փորձություններու մեջ գարենաս շարունակել զորությունով, չէ։ Հիմա բիդի լա այդ դժվարություններու նեղություններու մեջ փորձություններ, որոնք շատ արագ եւ շատ թյուրին բիդի վերջանան։ Բայց բիդի լան դժվարություններ, նեղություններ, որ բիդի երկարադևին, ժամանակ բիդի առնեն։ Եվ թերևս տուն այդ ընթացքին սկսես հոգնելու, սկսես այսպես disappointed ըլլալու, ասելու որ շատ երկար դևեց, կաղոթեմ, ուրախությունով լեցված եմ, ուրախությունը իմ մեջս է, զորությունով կշարունակեմ եւ այս բոլորը իմ աչքերուս առջև գտեսնեմ, թե որքան դժվարություն կստեղծե։ Գիտեք հույսը ինչ է, հույսը ներգային հետ կապ չունի։ Հույսը կապված է աբակային հետ։ Երբ որ Բողոսարակյալ գսե որ հույսով ուրախ եղեք, սա է։ Որ երբ որ Բողոսարակյալ գսե եւ Աստված հավատարիմ է, որ ծեր կարողութենեն ավելի պիտի չփորձե։ Հաբա գսե, գիշեք անգե վերջ ինչ գսե։ Հաբա գսե փորձության հետ ազատության միջոց մը պիտի դա, որբեսի կարող լակ համբերել։ Նայեցեք։ Դժվարություններու մեջ ես, հավատքդ կգործածես, ուրախությունով, զորությունով գշարունակես, բայց դժվար է, երկարացկվեցավ, երկար գդեվե, սկսավ ջնշումներ, աչքերը թեպի ուր կվերցնես, Սամոս, աչքերս թեպի լերները կվերցնեմ, ով ինչ կրնար դեսներ լերներուն վրա, Թավիթ ինչու լերները գնայիս, ինչ կդեսնես լերներուն վրա, ձարեն, ձարաստանեն, տերևս գենթանիներեն զատ պամը չի գա, հոն չէ նբադագը, նբադագ այն է, որ գնայի
աբակային գնայի թե մի եղող Աստծո դված խոստումին հույսին մեջ խոստումի իրականացումը գա հույսի մեջ խոստումին վավերացումները կան երբ որ դու հույս ունիս գնայիս ասպես հերուն ամեն խավար է շուրջդ ամեն ինչ սև է փամը չես տեսնել բայց հանգարց կտեսնես հերուն ծայրը լույս մգա բզդիկ լույս մգա գիտեք ինչ անիգա ազատության միջոցն է հույսը միայն գրնա անիգա տեսնել անոր համար գսե հույսով ուրախ եղեք քու այս բարականերուտ մեջ ուրախության որակիմը պետք ունիս որ հույսի հետ կապված է առաջինը դերոջ հետ կապված է երկրորդը դժվարություններուտ հետ կապված է երրորդը հույսին հետ կապված է միայն այն ադեն որտեղ ըսից է հույսը աբակային հետ գաբ ունեցող երևույթ մնե դու ներգային մասին հուսալու պետք չունիս դու գահավադաս ներգային բայց հույսը այսպես հույսով գնայիս գտեսնես երկար է ջամփատ դժվար է ջամփատ հանգարց գտեսնես հոնդերը լույս մգա անիգա հույսը դե որ ցույց կտա եւ գսկսիս այդ ուղությամբ երթալու փորձության հետ ազատության միջոց մգուդա որբեսի կարող լանք համբերել հույսով ուրախ եղեք անոր համար նաեւ ասո խոսքի մեջ մենք կգարտանք որ հույսը ամոթով չծկեր այս ուրախության եթե դերես աշխարհի ամենեն ուրախ անցն ես մեկ հատ քիրք մգա մարալը շատ կսիրե happiest people on the earth չեմ գիտեր եթե գարտացեք Դեմոն Շաքարյան եւ իր ընտանիքը որ ինչպես Աստված իրենց կյանքի մեջ հրաշները ռավ եւ happiest family կամ happiest man on the earth գրնամսել որ Դեմոն Շաքարյանին գարկին թունալ կգարկվիս թունալ ամենեն ուրախ մարդը գլաս թունալ ամենեն ուրախ անցը գլաս քու ուրախությունը դերոճմով լա եւ այդ ուրախությունը քեզ պիտի օգնե որ այդ փորձություններում մեջ զորություն ջեներեյթն է երբ չարը գահարցագի եւ գուզե քու զենքերդ ցերկե դառնել այդ զենքերուտ մեջ ուրախությունը գաբար եւ փամփուշ կլեցնե որբեսի իրեն թեմ բادرազմիս եւ երբ բادرազմդ կերգարի հույսի ուրախությունը որ գիտես որ թուն պիտի հաղթես հաղթությունը հույսին բդուղն է Թուն հաղթական ես ամեն մի բادرազմի, ամեն մի փորձության մեջ։ Ինչու Աստծո ներկայությունը, հոգի ներկայությունը մեջ դե։ Այդ ուրախությունը քեզ պիտի զորություն դա հաղթահարելու եւ հույսով թեպի հարաճ պիտի նայես։ Միշտ հարաճ։ Գիտեք ինչու համար, որտեղ չկա փորձությունը, որ հավիտենական է։ Այսօր ամենեն ծանր եւ ամենեն անլուծելի փորձությունը վաղը հանգարց Աստծո միջամտությունով վաղը հանգարց քու հավատքի խոսքերով հավատքի գեցվածքով գահաղթահարես եւ վերջ կգտնե հիվանդ ես եւ գսես որ այս հիվանդությունը մինչեւ կյանքիս վերջ ինձի հետ պիտի երթա հանգարց Աստծո հոգին վրատ կգենա գսկսից քու հիվանդությանդ մասին աղոթելու եւ գահայդարարես որ բժշկված եմ Եվ այն բժիշկներուն լսած հիվանդությունը, որ մինչև կյանքիդ վեճ քեզ հետ մի դերտա, դուն հոնդերը գցկես, սա հույսի ուրախությունն է։ Մենք միշտ հույս ունենք։ Ամեն։ Ամեն քուրեր եղբայրներ։ Հալելույա, փառք իր Սուրբ անվանը։ Այս է Սուրբ Հոգին ջեներեյթ ըրած ուրախությունը։ Եվ այս ուրախությունը աղոթքս է, որ ամեն կդալ ունիկ Եվ ավելնակ Բիդի խնդրեմ ոտքի ելենք բոլորս Հալելույա 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 Գարիկ ունիս այս ուրախության
Գարիք ունի չէ։ Հավանաբար մարմնավոր կառավարությունը կյանքիդ մեջ շատ մբարականերում մեջ քեզ այնպես մլարած է, որ ասի ունենամ անից ցերկցեմ գուրախանամ, եթե բժշկվիմ գուրախանամ, եթե այս օթոն առնեմ գուրախանամ, եթե ադունը քննեմ գուրախանամ, եթե զավակներս բարձր վկայականներ առնեն գուրախանամ, սա մարմնին կառավարության ուրախությունն է։ Միշտ ալ պիտի գործընծնես։ Միշտ ալ պիտի գործընծնես։ Միակ ուրախությունը, որ մնայուն է, դերոջ ուրախությունն է։ Ուրախ եղեք դերոջմով։ Գեցիր այսօր ցեկերդ վերալ եւ ասե դեր այս ուրախության այս արավոտ ես գարիք ունիմ։ Ամեն մեկը գեցիր եւ ասե ով դեր Սուրբ Հոգի Աստվածս գարավարե իմ էությունս, իմ այս դաջարս Բեդությունը թուն եղիր, գարավարիչը թուն եղիր, Prime Minister-ը թուն եղիր, նախագահը թուն եղիր, թագավորը թուն եղիր, եւ միայն թուն ես։ Հալելույա, գաղութեմ ով դեր, թող հոգիդ դված դեր, խնդությունը եղբայրներուս եւ քույրերուս կյանքի մեջ, այս բահուն դեր, արադորեն հանգչի ով դեր, լեցուր դեր ցնծության, ուրախության, Եվ զվարճության հոգին ով դեր, Հիսուսի անունով, հալելույա, 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 գաղութեմ ով դեր յուրաքանչյուրին վրա այս մեկը, փոխանցի այս արավոտ, Հիսուսի անունով, եւ գիտեք ինչ պիտի լա արդյունքը, ասեմ ցեզի, նայեցեք, Սողոմոնի մասնուն շատ խելացի մարդ էր, գիտեք ինչ ասավ, ուրախ սիրտը Թերի պես օգտակար է։ Չեմ գիտեր, ասեմ ցեք վերցուր կամ մի վերցներ, գա մեր մեջը որ թերը կորզած է։ Oh my goodness. Okay. Գիտեք ինչ suggest կնե Սողոմոնի մասուն։ Գսե այդ թերը որ ունիս դուպիգը որ գա կոտ, մեջ թերերը գա։ Երկրորդ դուպ մնալ գա, որ քովս տնես։ Այս Թերերուն անունը ուրախություն է։ Ամեն անգամ որ այդ թերը գարնես մեկ ադալասկյար։ Ուրախության թեղար։ Նայեցեք, երկու հատ կովի թրեք, մեկ հատ իրական թեղը հատը դար, մեկ հատ ուրախության թեղը հատար։ Գիտես ինչ պիտի լա։ Հա? Գիտեք ինչ պիտի լա։ Գար ժամանակ վերջ Այս թեղին պետք պիտի չունենաս։ Որովհետև ուրախ սիրտը թեղի պես օգտակար է։ Եթե այդ թեղը առնես, սիրտդ ուրախ է եւ թեղի պես պիտի թեղը քեզ գոկնե եւ անիգա քեզ պիտի օգնե եւ տուն օրը պիտի կա եւ պիտի բժիշկը պիտի ասե որ թատրեցուր այդ։ Բիդարցնե ինչ թեղալիր, սեյրեն նոր թեղը մեր եկեղեցին մեզ հրամցուց անունը ուրախության թեղը հատ է։ Անի սկսա առնելու, հալելույա, ամեն, ամեն, ամեն։ Եվ երկրորդ բանը ինչ կնե, գսե, նայեցեք, նոր են գարտամ ցեզի, ասալ արագած է, ամենը Սողոմոնի մասունին խոսքերն է, գսե, ուրախ սիրտը երեսը զվարթացնե։ Երեսդ գզվարթացնե, մեր սիրելի քույր անունը զվարթ է, միշտ զվարթ է։ Ուրախ սիրտը երեսը գզվարթացնե։ Ամեն կդալ զվարթ պիտելակ։ Թեև անունից զվարթ չէ, բայց թեմքերնից զվարթ պիտելա։ Ամեն։ Հալելույա։ Երբ որ այդ թեղադը որ կսի ցեզի անիգա ամեն օր առնեք։ Եվ այդ թեղը ուր կգտնվի, գիտեք։ It's here, հոսե։ Ամեն, հալելույա։ Պամը արինգ այսօր, ուրախ եք, շատ ուրախ եք, մեկ at զորավոր գնան խնտալ։ Խնտա։ Դերը օրտնեց ես բոլորըդ, շնորհքը ցեզի հետ։